Ողջույն հետևորդներ ջան, ողջույն, տեսեք ձեռքերի սորը ինչ վիճակ է, այսենց հողոտ աշխատանքային, հենց նոր եմ դուրս եկել հողամասիցս, դուրս գալը որն է հետևորդներ ջան, մի փոքրիկ նստել եմ, երևի մրսեցին գրիպ է կպանք, հետ էլ պաքսը մեզ, բայց չէ, երևի ինչ-որ քորմժիկներ կային, որ խանգարում են, հետևորդներ ջան, նոր դուրս եմ եկել, տեսեք հողամասիցս, հիմա էլ այսեն շլանգով ջուրը դրել եմ հողամասի վրա, որ ջրվի, նոր վարունգ հավաքեցի, լոբի հավաքեցի, ժնգյալով հացի կանաչիներ հավաքեցի, ոնց եմ հավաքում, ամեն տեսակներից խառը հավաքում եմ մի ցելոֆանի մեջ, որ պատրաստ լինի, տանենք ու միանգամից լվանանք, կտրատենք ու պատրաստենք ժնգյալով հացը, այնպես որ ժնգյալով հացը իմ արագ սննդի կետում լինում է լրիվ արդար մաքուր կանաչիներով, հետևորդներ ջան, այսինքն իմ հողամասում ցանած տարբեր տեսակի կանաչիներն եմ ես օգտագործում, ոչ մի տեսակի կանաչի չեմ գնում խանութից։ Հիմա ասին 2 րոպե նստեմ եւ վեր կենամ մարոլ հանեմ, որպեսզի հետը ստանեմ արագ սննդի կետ, մի քիչ պետրուշկա հավաքեմ, որ հետը ստանեմ պատրաստ, որ առավոտյան ոչ մի խնդիր չառաջանա։ Ուրեմն ինչ հողամասում ես սկսել եմ ցանել, անել, մոտավորապես արդեն այս ամիսու կես կլինի, մենք ոչ մի տեսակի գումար չենք ծախսել կանաչիների համար, որ օգտագործվում է արագ սննդի կետում, պատկերացնում եք ես օրեկան 4-ից 5000 դրամ կանաչիներ էի գնում արագ սննդի կետի համար, հիմա պատկերացրեք, թե ինչքան օգուտ է հողում աշխատանք կատարել, ունենալ եւ տանել գումար չծախսել դրա համար։ Այդ 4-5000 դրամը ես կարող եմ օգտագործել մի ուրիշ հավելյալ բան գնեմ թեկուզ տան համար։ Այնպես որ ինձ թվում է, որ ամեն տեսակի աշխատանքն է, ճիշտ է, նայում ես թվում է, թե դա ինչա հողացանվեց, բայց ամեն ինչն է կապ ունի, ամեն ինչն է օգուտ է։ Նայեք, հավ ունենք, հավերը ծու են ածում, ձուն եմ վաճառում, խոզ եմ պահում, որ արագ սննդի կետի խմորեղենները, հոթ-դոգները, անիմաստեղը չթափենք, այլ բերեն դրանք ուտեն խոզերը, այսպես ամեն ինչը մտածված, պլանավորած, հաշվարկած, այս թվին չես կարող, որ հաշվարկած չապրես։ Հիմա հեսալը վեր կենամ, զարյատկա մի քիչ ընդունեցի եւ գնամ մարոլ հավաքեմ ու որոշել եմ մենք այս կողքը, այս մի կողքը հեսա գնամ մոտիկ եւ ցույց տամ, ունենք հավաբուն է, բայց այդտեղ էլի խոզ ենք պահել, այս պահին հավերն են եւ մեջը դե սենց հավային խառը վիճակա, որոշել եմ, որ վաղը առավոտյան ես մաքրեմ այդ գոմի հատվածը, լրիվ մաքրեմ, ծերտերից ազատեմ, որպեսզի այստեղ մայր եմ ուզում պահել եւ որոշել եմ մայրը տանեմ այնտեղ տեղավորեմ։ Ահա հետևորդներ ջան, մոտեցային դռանը, հեսա բացեմ ու ցույց տամ, թե վաղը առավոտից ինչ աշխատանքներ են սպասվում ինձ։ Հեսա մի վայրկյան բացեմ, տեսեք, հավերը այսպես թառել են, բայց տեսեք, թե ինչ վիճակա ու ես պետք է լրիվ դրանք ամբողջությամբ մաքրեմ, հետևորդներ ջան, տեսեք լետկաները խոզերի համար կտրած նախատեսած, քանի որ սա նոր գոմ է, նոր ենք պատրաստել, խոզերին ոնց որ բերել ենք այդտեղ, իսկ սա էլ մեր հին գոմն է, բայց ավելի մեծոտ է, այնպես որ վաղը ինձ տեսեք, թե ինչ բարդ աշխատանք է սպասվում մաքրելու։ Փակեցի ու այսպես հողամասն է լավ ջրվեց, արդեն ջուրը դուրս է եկել եւ հոսում է արդեն մնացած տեղերով, բայց ոչինչ, թող այսպես գնա եւ ամբողջությամբ լավ ջրվի։ Ինչքան նայեք, այսպես վարունգը լավ, այսպես ջրի մեջ լինի եւ ճպճպալով այսպես ջրվի, այնքան բերքը առատ կլինի։ Ես ընդհանրապես այդ ձև եմ անում, երբ որ վարունգը հավաքում եմ,
ապա պարտադիր ջրում եմ, ոչ միայն վարունգը, լոբին հավաքեցի, լոբին եմ ջրում, կանաչին քաղեցի, կանաչին եմ ջրում, այդ տեսակի, որպիսի անընդհատ ինքը սկսի շնչել, տեսնում եք, այս էլ այսպես մեր հողամասը, գեղեցիկ, մեծ, որը շատ սիրում եմ, ամբողջ օրը այսպես թողեք, կմնամ հողամասում, կքանդեմ, կցանեմ, կվարեմ, կմշակեմ, սիրում եմ, իսկ ռեհաններիս առավել եւս եմ սիրում, ապա տեսեք, թե ինչ խիտ սիրուն ռեհաններ ունեմ, շատ լավ, փունջ եղած, մեկ ասի հանեմ շիթիլ դնեմ, բայց հետո էլ մտածեցի, որ հեռու է, թող այդպես լինի, շիթիլի կարիք չունեցա, իսկ իմ խուճուճ մարոլները, որ տեսեք ինչ լավ խուճուճ է դրանք սենդվիչների համար են, հեսա դրանցից էլ կհավաքեմ, հիմա էլ մարոլներս հավաքեմ, որ տանեմ, այսպես մատղաշները, այսպես մատղաշ փոքր մարոլները ջոկում եմ շաուրմայի համար, որպեսզի նուրբ լինի մեջինը, սիրուն ակուրատնի, որն էլ սրանց մեջից նայում եմ, որը մի քիչ ավելի խոշոր է, համստեղ խիտ են իրար հետ, նոսրացնում եմ, սենց արանքներից հանեմ, որ թափ առնի, ընդհանրապես ինչքան խիտ է լինում, այնքան մանր է լինում, էլի, պետք է այսպես նոսրացնեմ, որ սկսի թափ առնել, այսպես, ամեն օր մի լիքը ցելոֆան տանում եմ, ամեն օր թարմ եմ տանում, շատ չեմ քաղում մի անգամից, որովհետև առավոտյան էլ եմ հետևորդներ ջան հավաքում, իրիկունն էլ, որ գալիս եմ խոզերին կեր տալու, էլի հետը սենց հավաքում եմ, տանում եմ, թող թարմը լինի, ինչի տանեմ սենց թուլանար, ես իմ լավը չլինի, ինչի համար, երբ որ կարող եմ ամեն րոպե տանել մարոլ հետս, ես այս վերջացնեմ, գնամ հիմա էլ բան հավաքեմ, պետրուշկա հավաքեմ, հետս տանեմ, այսօր շաուրմա պատրաստող եմ, մեր Հայկի ազատ օրն է, այնպես որ արագ անեմ շտապեմ, որ գնամ Արուսին ճանապարհեմ տուն, տեսեք, այսպես մի մեծ ցելոֆան, արագ 1 րոպեում հավաքեցի, ինձանից ժամանակ չխլեց, ինձանից ոչ մի բան չխլեց, ընդհակառակը ես դրանից ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ ունենալ, տանել և օգտագործել ձեռերիս կեղտի և ցեխի և ամեն ինչի համար ընդհանրապես չեմ էլ անհանգստանում, որովհետև սա ինչ է, ընդհանրապես კი ձեռնոց էլ չեմ հագնում, որ մտածեմ վայ կվնասվի, ոչ մի բան էլ չի լինում հետևորդներ ջան։ Ողջույն, իմ շատ սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը տեսնում եք, լավ է, դեմքիցս երևում է, հիմա ուր եմ շտապում եմ Վարշավիրանոց, հետևորդներ ջան, գնում եմ մազերս ներկելու, եղունգներս սարքելու, մի խոսքով այսօր մի քանի ժամ ինձ եմ տրամադրում գեղեցկանալու համար, հիմա գնամ Վարշավիրանոց, այնտեղ արդեն ցույց կտամ իմ Վարշավիրին, մատնահարդարին, չնայած դուք ծանոթ եք գիտեք, բայց դե ոչինչ, հելի ցույց կտամ, թող տեսնեմ, որ ինչքան շատ եմ հավանել, որ միշտ հաճախում եմ իրենց Վարշավիրանոց և այսպես առիթով օգտվելով, հրապարակի մեջով քայլելով դանդաղ գնում եմ Վարշավիրանոց, հիմա կուզեմ ցույց տալ վարդ, տեսեք թե ինչ սիրուն է, ծաղիկները սենց սիրուն ծաղկած, ճիշտ է ժամին շատրվաններ չկա, գույնավոր ենք ունենում, բայց դե ոչինչ, արդեն վարդերը ժամանակն է, պերթիկները թուլացել են և թափվում են,
քաղաքապետարանն է։ Դեք Վարշավիրանոցը անցնում է այգու մեջով։ Այգին ինչքան լիքը մարդիկ կան։ Ժամը 3:30 է, բայց այգում լիքը մարդիկ կան։ Ճանապարհը անցնում է այգու մեջով, շատ լավ տեղ է ընտրված Վարշավիրանոցը։ Հեսա արդեն հասնում եմ։ Բանը սա էլ արագ սննդի շարժական մեքենա է, հետևորդներ ջան։ Տեսեք, համ պաղպաղակ են վաճառում, համ արագ սնունդ է ինչ-որ վաճառվում, շատ լավ բան է, որտեղ ցանկանում են, այնտեղ կանգնում են եւ մարդիկ օգտվում են։ Դե շինարարությունը անպակաս է Ստեփանավանում, առհասարակ Հայաստանում, ուր տեսնում է շինարարություն։ Սիրուն տեղեր ունենք մենք շատ։ Այն էլ մանկապարտեզ է, հետևորդներ ջան։ Տեսեք, ես այս մանկապարտեզին ծանոթ չեմ, իմ երեխաները այցելել են Չերեմուշկա պարտեզ, այնտեղ են գնացել իմ երկու երեխաներն, այս կողմի մանկապարտեզին սովոր չեմ, իսկ արդեն հասա բանոց, սա էլ մեր Վարշավիրանոցն է, գտնվում է, այսպես նայեք, շենք է, բարձրահարկ շենք է եւ շենքի տակում գտնվում է Վարշավիրանոցը։ Տես աղջիկները արդեն սիրուն քրտնաջան աշխատում են։ Բարև ձեզ։ Ոնց եք ընթանում ձեր աշխատանքները։ Բացեն չեք ուզում։ Ահա եւ հասա այդքան ասված Վարշավիրանոցը, հետևորդներ ջան։ Տեսեք մազերին գույնը ինչքան լավն է։ Մեր Վարշավյանն է, տեսեք ինչ հմտորեն սիրուն տենում է մազերը։ Այս անգամ գույնը մի քիչ բացատրել եմ, ավելի հաջող է։ Ըստ ինձ, կասկիսո, լավի ավելի։ Ավելի, հա։ Հետևորդներ ջան, տեսեք, թե ինչ հիանալի բուլկիներ եմ ձեզ ցույց տալի։ Մի հատ էս ընդհանուր ցույց տամ ու նոր ասեմ, որը ինչով է եւ ինչ համ ունի։ Հիմա սկսենք վերևից։ Վերևում գտնվում է ծաղիկ բուլկին, մեղր եւ քունջուտ, կաթով ինքը բուլկիներ է, լրիվ։ Կողքը, որ շաքարի փոշի է արված, սրանք խորիզով բուլկիներ են։ Տեսեք, թե ինչքան սիրուն է, մեծ, համի համար չկասկածեք։ Ներքևում սա սրտիկ բուլկին է, մեջը շաքարավազ է, հենց ինքը։ Կողքը չամիչով բուլկին է, տեսեք, թե մեջը ինչքան լիքը չամիչ կա առատ։ Այս մի կողքը թաթիկները ջեմով բուլկին է, իսկ այս մեկը սովորական ուղղակի պրաստոյ բուլկիներ է։ Պատրաստվելու է ամեն օր թարմ, տակ, ունենալու ենք միշտ Հասցեն Բաղրամյան 6, հեռախոսի համարը 043 38 30 08 հեռախոսահամարներով։ Համ մատչելի է գինը, նայեք, սովորականը 150, իսկ մնացած տեսականիները 200 դրամ, հետևորդներ ջան։ Այնպես որ կարող եք շտապել, ապա այսպես թեքվում ենք, տեսեք այս մի կողքը, ինչ էլի գեղեցիկ սիրուն բաներ ունենք, թխվածքներ, տվառոժնիկ, մածունով գաթա, զեֆիրներ, շերտավոր գաթա, խաչապուրի շերտավոր, խաչապուրի իմերթական, կտորով պիցցաներ, այս տեսակի պոնչիկներ, գունավոր դոնալդսներ, տեսականին լեփ լեցուն է, սիրուն, համեղ։
Այս կողմում է հիմնականում ձեթայիններն է, մսով պերաշկի, կարտոֆիլով պերաշկի, պոնչիկ, չիբուրեկի, ժնգյալով հաց, լամաջո և հոտդոգային տեսականի։ Մի հատ հեռվից էլ ցույց տամ, տեսեք, թե ինչքան լավն է։ Տեղը տեղին, ամենակարևորը պատրաստված է սիրով, հետևորդներ ջան, կարող եք գալ, օգտվել, նաև առաքում պատվիրել և հաշված րոպեների ընթացքում արդեն կլինի ձեր նշված հասցեում, կսպասենք սիրով։ Գովազդը արեցինք, հիմա էլ պիտի բան տեսենք։ Էդ էլ է էլի, տեսեք, թե ինչ շերտեր ունի, ինչ ձև է եկել խմորը։ Ապրի մեր քիսոն, նման տեսակի բուրգի թխելու համար, վայ չուտողին հետևորդներ ջան։ Ես այսքան տեսականիների մեջից ընտրեցի չամիչով բուրգի, էդ ուզեցի փորձեմ, նես չի, որ մյուս տեսականիները չեմ սիրում, բուրգու հետ կապված բոլոր տեսականիներն եմ սիրում եմ, ուղղակի սրտովս անցավ չամիչովը։ Այդ դու որն ես ուտում, խորիզը, ոնց է խորիզը։ Հա, անցանենք, որ դուր խորիզն ասես է։ Նա այդն է խորիզն է ուտում, ջանի ղադերը դիպի տենում եք, ուտում է ուժակալի, որ կայմա շաուրմաները փաթաթի։ Իսկ մեր Լուսինեն նոր եկավ, ինչ կուտեք, Լուսնյակ։ Ինչ ես կերը։ Ինչ լիմոնչելաներ ակվում։ Ժողով, քիսան ուր է։ Տենաց, լավ մնամ։ Կիսոյնի Այո։ Այսօր նոր աշխատակից ունենք, հետևորդներ, ինչ են պատրաստել բուրգին և պատկերացրեք մեր բոլոր աշխատակիցները այսօր ընդմիջումը անում են բուրգու տարբեր տեսականիներ, տեսեք, որ այն կողմն էլ, աղջիկներն այն կողմն են։ Աղջիկներն այն կողմն են եկել բուրգիները։ Բոլորս, բայց թխողը բացակայում է, այս պայն թխողը չկա։ Մեջ ուրիշ բաներ ունի, այդ թխում է, սա կտեսնենք, թե ինչ թազվա լավ տեսականի է բերելու, այդ ցույց կտամ։ Շատ լավ է, մի հատ բուրգի չեմ կարողանում ուտել, այսքանը կերա, արդեն էլ չեմ կարողանում, այդքան ինքը հագեցնող է։ Կարես մի հատ։ Մի բանը դուք եք։